Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այո, 7 միլիարդով ավելացել է, ոնց է ստացվում, բա այդ որ գալիս եք ասում եք բան արեք, անչ աշխատավարձները բարձրացնում ենք, որ ասում ենք գնացեք զենք առեք, գնացում ենք։ Լսեք, ամեն ինչի ֆոնդին զենք ենք գնել պաշտպանողական, հերթով։ Վա բալա ավելի որտեղ ով է պատավատ գնել, ուզում հասկանամ։ Դա ազգային ժողովին հատկացված տալու ես այդ հարցը։ Լինելու է ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա եւ դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա եւ ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ։ Ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական ում եթերում էր, սպասեք հիշեմ, ում էր խոսում, հա, ում եթերում էր չգիտեմ Դավիթ է կարծեմ լրագրողի անունը, մի հատ սրիկա ոչնչություն, որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր, ընդվզում էր եւ հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու, ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետություն քաղաքական սպանությունների էջը 2018 թվականի ցեսկում փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։ Թող ինքը իմանա։ Պարոն Սիմոնյան, վարչապետը դաշնակցականներն են վտանգավոր։ Չգիտեմ, իսկ դուք վտանգավոր եք։ Իսկ ձեզ չոմա տենց ստուգում ասում են դուք դաշնակցական եք։ Ինչ հարց եք տալիս ում հասկանամ։ Այդ ինչ քաղաքական եւ լրատվական իմաստուններ եք հարցնում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական։ Այլ հարցեր ունեք։ Վարչապետը մի այլ գրառում է լրարել եկեղեցու այդ Դիմեք խոսնակին, խնդրում եմ, դրա հետ կապված արդեն 40 րոպե խոսում։ Ուրիշ բան եմ ասում, այդտեղ դուք էլ ինձ ասելիք ունենաք։ Ասում է, որ եկեղեցու գաղափարի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է իր վճռորոշ դերը եւ ձայնը ունենա։ Ուրեմն, ես եկեք sense մեկնաբանեմ, նախ եւ առաջ վարչապետի բոլոր հայտարարությունների հետ ես լիակատար կիսում եմ իր բոլոր հայտարարությունները։ Երկրորդը օրենսդրական ենթադրում եմ, դրա մասին չենք խոսացել եւ դրա մասին չենք քննարկել։ Բայց հնարավոր է առաջիկայում հետ է համամիտ թե խոսը ոչի բառապաշարը։ Պարոն Սիմոնյան, առաջիկայում հնարավոր է այդպիսի փոփոխություն լինի։ Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց ես չեմ բացառում, որ սահմանության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձևա ներկայացված լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է եւ կարծում եմ, որ եթե ինչ որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Չեմ բացառում։ Պարոն Սիմոնյան, դուք վարչապետի խոսքերի հետ եք համաձայն, թե գրվածի բովանդակությամբ։ Դուք ասեցիք համաձայն է վարչապետի եկեղեցու կապված հայտարարությունները։ Ուրեմն ես վարչապետի 2018 թվականի առաջի օրվանից սկսած եւ միջև այդ լինելով իր ընկերը, իր գործընկերը, իր թիմակիցը, միջև օրս բոլոր գրառումների բոլոր ստորակետների հետ համաձայն եմ եւ կիսում եմ այդ բոլոր գրառումների եւ ստորակետների պատասխանատվությունը եւ երբևիցե դրանից չեմ ցանկություն հայտնել կամ չեմ ցանկանալու խուսափել։ Պարոն Սիմոնյան, որ ասացիք լավ բան ալնելու, ինչ ալնելու։ Իրականներ բարբերաբար խոսում են իշխանքի գործընթացի մասին։ Ներկայ Ղազարյանն էլ առաջադրում էր Գարեգին Բեի տեխնատությունը առաջադրել։ Նման սցենարը հավանական տեսնում եք, որ որևէ իշխանական կարող է ներկայացված լինել, օրինակ 2020 Եկեղեցին կարող է դեպք ունենալ։ Ես չգիտեմ, հիմա տեսեք, լրատվականների ներկայացուցիչները հարց են տալիս, արդյոք եւ այդտենց հարց ես էլ եմ լսել, արդյոք վարկանիշի հետ կապված քաղաքական ուժը անհանգստությունն է։ Եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել եւ ես չեմ բացառում, որ կաթողիկոսը կարող է մի օր ինչի Բագրատ Սրբազանը կարա
վարչապետի տեխնացու լինի Կանադայի քաղաքացի լինելով ինքը չի կարա, ինչ եք բան դնում այդ երկու մարդկանց մեջ, կաթողիկոսն էլ իրավունքներ ունի եւ կարող է որպես վարչապետի տեխնացու ներկայանալ մի քիչ բան, բայց եկեղեցու դեմ է արշավով Փաշինյանը ունի 2026 թվականին ես չեմ պատասխանում տեսեք դուք հարցը տալու մեջ ի սկզբանե սխալ իրողություն եք դնում հանրություն դուք հանրությունը չեք ներկայացնում դուք ներկայացնում եք ներողություն ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 682,000 մի քիչ ավել ընտրողների։ Դուք չեք կարող հանրության անունից խոսեք։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում, լինելով ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկը, հանրության անունից խոսեմ։ Դուք կարող եք ներկայացնել, չգիտեմ, ձեր էջի, այս հեռուստաալիքի, Facebook-յան տակի, չգիտեմ, Քոչարանամերձ ֆեյքերի եւ այն մարդկանց ովքեր որ ինչ որ հույսեր ունեն, իրանց մասին կարա։ Եվ այդ նշանակում է այդ հետևորդները իրանց, ես էլ եմ հետևում, բայց չի նշանակում որ ես արդարացնում կամ իրանց հետ համաձայն եմ։ Դուք էլ եք իմ էջին երևի հետևում, բայց իմ բոլոր արտահայտությունները չի որ համաձայն եք, ճիշտ է։ Հետևում եք իմ էջին, բայց համաձայն չեք, չէ՞, իմ հետ շատ բաների հետ։